Բարև սիրելիներս, ուրեմն արթնացել եմ, առավոտ 4:30 է, ես 4:30 եմ արթնանում գործի եմ այս ժամին, ու նամակներն եմ տեսնում, երեխեք ջան, սիրելի կիսուրներ, ցավներդ տանեմ, դուք որ հարս եք բերում, չի կարա հարսը ձեր դաստիարակածի նման լինի, ինքը օտար տնից է գալիս, օտար դաստիարակություն է ստացել, կարող է իր տանը մաման բաժակները սենց է դնում, դու դնում ես թարս պոչիկները ներս, ցավը տանեմ, բացատրի այդ երեխուն, բացատրեք վրա մի տվեք, մի ասեք անդաստիրակ, մի ասեք քո դաստիարակողը մեռնի, մի գնացեք հարևանների մոտ բան ասեք լավ չի անում փնթի է, գնացեք իր մամայի մոտ, մամայի հետ պարզեք ձեր հարցերը, այդ իր մաման է մեղավոր, որ իր երեխունը տենց է սովորացրել, ու ընդհանրապես ձեր տղաներին, որ ամուսնացնում եք, չեմ ամուսնացնում, որ տան տնտեսուհի բերեք տուն, ամուսնացնում եք, որ այդ աղջիկը երջանկացնի ձեր տղային, հա, երջանիկ լինի ձեր տղան, առողջ, հաջողակ, դուք շատ մանր բաների հետևից եք ընկել, հավատացեք, ավելի լավ է իմ երեխան երջանիկ լինի, նա իմ հարսը Մեքսիկա հայ չի, ու ես հասկանում եմ, որ իր մենտալիտետն ուրիշ է, ինքը լրիվ ուրիշ դաստիարակություն, ուրիշ լեզու ունի, եկել է, ես անգլերեն չեմ խոսում, ինքը հայերեն չի խոսում, ինչ անեմ, հետամ սպանեմ այդ խեղճ երեխուն, չէ, հանգիստ թողել եմ, կամաց հասկանա հայերը ոնց են ապրում, հեսա շուտով ինքը կդառնա հայ, ինչ պիտի տանք սպանենք, երեխեք, իրանք գալիս են մեր տղեկին երջանկացնելու, իմ տղու աշկերը փայլում է, այդ ինձի այս սենց հերիք է, ավել բան չեմ ուզում, չի կարելի ցավներդ տանեմ, հասկացեք, որ այդ երեխեն լրիվ ուրիշ դաստիարակություն է ստացել, և ավելի ճիշտ կլինի, որ տնփեսա գնան, լուրջ եմ ասում, ռսները հիմար չեն, որ իրանց դաստիարակածին պահում են տանը, որտև եթե մի բան են չանի, մաման չի կարա, չէ, ուրիշի վրեն մուննատ գա, պետք է ասի, ես լավ չեմ սովորացրել, ու տենց երևի ավելի հեշտ կլինի կյանքը, տենց կիսուրներին ավելի շատ կսկսեն սիրել, ես երևի աղջիկը պետք է մնա իր տանը, տղեն գա իր տուն, որպեսզի այս կոնֆլիկտները չլինի։